1919 թվականին լույս է տեսնում նրա Սասմա Մհեր ստեղծագործությունը եւ այստեղ հայերի հենց այդ ազատատենչ ոգու արտահայտությունն է երևում, փաստորեն պատահական չի թվականը, 19 թվականի դրությամբ մենք արդեն ունենք պետություն առաջին հանրապետության տեսքով եւ այստեղ մեր ազգի տարերային ոգի է նա նկարագրում եւ հաջողության հասնելու նաեւ ցասում եւ սա կարելի է զուգադրել իհարկե մայիսյան հերոսամարտերի ժամանակաշրջանի եւ հաջորդող իրադարձությունների հետ։ Այս առումով իհարկե Իսահակյանը շատ հետաքրքիր կերպար է նաեւ ինչպես է մատուցում տարբեր լեգենդներից մերձավոր արևելյան տարբեր երանգներով համեմված մոտեցումներով ստեղծագործություններ նույն հեքիաթների եւ լեգենդների տեսքով այս առումով շատ գեղեցիկ ստեղծագործություններ են Լիլիթը, Սաադի վերջին գարունը, որոնք դարձել են մեր ընթերցողների, սերնդեսերուն ընթերցողների սեփականությունը եւ շատ դեպքերում միահյուսվել են անգամ մարդկանց պատմական ընկալումների հետ։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։